Հալելույա, Փառք Աստծուն, շատ հրաշալի է, որ մենք ունենք այսօր այս ծառայությունը։ Հալելույա, խնդրում եմ, իրականում Աստծուն տվեք, կայսերին, հա, ոնց ասում են։ Մենք պետք է իրականում բարձրանանք Աստծո իրականության մեջ ու Աստծո թող թասիբը իրականում վերցնի մեր սրտերը, գիտեք ինչու, որովհետև ես հավատում եմ, որ երբ որ մենք Աստծո սրտի այդ նախանձավորությունը ճաշակենք, շատ բան կփոխվի մեր կյանքում, որովհետև նրա նախանձավորությունը գտավ մեզի։ Գիտեք ինքը քեզ ոչ մեկ հետ չի փոխում։ Ամենաուժեղ բաներից մեկը, որ ես նորից ու նորից բացում եմ, գիտեք, Աստծո մեջ էդի որն է, որ ինքը ինձ ոչ մեկ հետ չի փոխում։ Այսի ամենազարմանալի բաներից մեկն է, որ ամեն անգամ երբ որ ասենք ես ինչ որ մի հարցում ճիշտ չեմ ելնում կամ ինչ որ մի հարցում ճիշտ եմ ելնում, կապ չունի։ Գիտեք ինչն է ինձ փոխում, ինչն է իմ վրա մեծ տպավորություն կամ ազդեցություն թողում, որ ինքը ինձ ոչ մեկ էլ չի փոխում։ Ու նույնպես նաև քեզ ոչ մեկ էլ չի փոխում։ Ինքը էսել նախանձավոր մեկն է, ինքը այն կարգյա քեզ սիրում, որ ինքը ինչ որտեղ տխրում է կամ նեղվում է կամ ինչ որտեղ հիասթափվում է, իհարկե չենք տեսնում իրան երբեք հիասթափված, ոչ միտեղ գրված չի, բայց ինչ որտեղ, գիտեք, ինքը տխրում է, որ դու ինչ որ մեկի հետ իրան փոխում ես։ Ինքը տխրում է, երբ որ դու կարաս ես աշխարհասիրության հետ իրան փոխես, որ դու կարաս ժամանակավոր բաների հետ իրան փոխես։ Գիտեք, երբ որ ժամանակավոր բաները գալիս են գրավում են Աստծո տեղը քո կյանքում, դա այդքան էլ լավ վիճակ չի։ Հիսուսը իրան հետևողներին այնպեսի վերաբերմունք է ցույց տալի, որ դա փոխում է մեր հեռանկարը, մեր աշխարհայացքը, մեր ընկալումները։ Այսօր իրար հետ կնայենք Հիսուսին, կնայենք Հիսուսի ուզածին։ Այսօր հենց խոսքը տենցել է, հետևի խոսքին, հետևի քո կյանքում խոսքին։ Դու կարիք ունես, որ խոսքին հետևես, լավ, եթե դու հետևես խոսքին, դու կտեսնես Աստծո փառքը, որովհետև հաճախակի մեր ձախորդությունները, մեր հիասթափությունները, մեր հուսահատությունները, մեր անպտղաբերությունները բոլորը կապ ունեն, երբ որ մենք խոսքին չենք հետևում։ Մեր ամեն ձախորդությունները, անհաջողությունները ուղղակիորեն կապ ունեն, երբ որ մենք խոսքին չենք հետևում, որովհետև Աստված շատ մեծ արժեք է դրել խոսքի մեջ ու ինքը ասում է, որ խոսքին հետևելով դու շատ բան պետք է վերապրես, կյանքիդ փոփոխություն պետք է վերապրես, քո ընթացքի մեջ բաներ են սկսում կատարվել։ Դու երբ որ հետևես խոսքին, դու նույնը չես մնա։ Դու մեծագույն ուրախություն ես սկսում վերապրել, երբ որ սկսում ես խոսքին հետևել։ Ուզում եմ Հիսուսի դասերը այսօր մենք իրար հետ նայենք։ Ինքան դուրս գալիս է։ Ես ես մի շաբաթից ավել է որտեղ նստում եմ, սրա մասին եմ խոսում։ Ու այնքան հետաքրքիր որ սենց նորից մտածում եմ, ասում եմ սրա մասին խոսամ եկեղեցում, թե չխոսամ ու նորից դրել եմ մի երկու հատ նոր թեմաներ ունեմ, որ պետք է հələ դեռ ձեր հետ խոսամ։ Այդ թեմաները արդեն հավաքել եմ, պատրաստել եմ, որ մի հատ հետաքրքիր սերիա է, էդի կոչվում, հա, որ մենք ով ենք, մենք ում համար ենք, մենք ում ունենք, մենք ինչ ունենք, այս սրանք հələ մենք երկու հատի մասին խոսացել ենք, երկու հատի մասին դեռ խոսալ եմ ձեր հետ։ Աստված ուզում է, որ դուք իմանաք, թե դուք ում ունեք, եւ Աստված ուզում է, որ դուք նաեւ իմանաք, թե դուք ինչ ունեք, հա։ Էսի շատ կարևոր է, դրա այդ երկուսի մասին դեռևս կխոսամ, բայց այսօր ես ուզում եմ Հիսուսի սիրտը բացեմ ձեզ համար, Հիսուսը ոնց է խոսում մարդկանց հետ, իր աշակերտների հետ եւ իրան հետևողների հետ։ Ու եթե ես ու դու հարս ենք, հարսը պետքա շատ խոնարհ մեկը լինի։ Այսօր մի հատ քարոզ էի լսում, մի հատ վայրի մարդու ու իմ դուրը այնքան եկավ, գիտեք ինչ արտահայտություն, որ ինքը ասեց, գիտեք ինչ, ասում է իմ աշխատանքն է հնազանդվելը։ Ասում է սա է իմ աշխատանքը։ Ես ուրիշ աշխատանք չունեմ։ Իմ աշխատանքն է, որ ես հնազանդվեմ։ Իմ աշխատանքն է, որ ես հնազանդվեմ։ Ես աշխատում եմ դրա համար։ Սա է իմ գործը։ Շատ ճանաչված քարոզիչ է, զարմանալի հրաշքներով, բաներով։ Մի հատ sense բան կպավ սրտից, ես քարացա։ Գիտեք ինչն էր։ Ասում եմ կամ դու Հիսուս ունես, կամ Հիսուս չունես։ Եթե դու չես կարող Հիսուսին ցուցադրես քո հարևաններին, եթե դու չես կարող Հիսուսին ցուցադրես քո գործի վայրում, եթե դու Հիսուսին չես կարող ցուցադրես քո տան մեջ, հարցը մի հատ ձևով է դրված, կամ դու Հիսուսին ունես, կամ Հիսուսին չունես։ Ու էսի ընեց կպավ, ես ասում եմ Աստված, այս մարդուն ամեն անգամ լսելով ես ոնց որ իմ քրիստոնեությունը շատ է ասես տկարանում։
Բայց մարտահրավերները այնքան են ուժեղանում, որ ես չեմ ուզում սովորականի պես ապրեմ։ Ես ուզում եմ Հիսուսի ուզած ձևով ապրեմ։ Ես չեմ ուզում այս աշխարհի թելադրած ձևով ապրեմ։ Որևիցե մեկի թելադրած ձև։ Ես ուզում եմ Հիսուսի ուզածով ապրեմ։ Սա գերազանցում ամեն հասկացողությունը։ Նա քեզ ոչ մեկի հետ չի փոխում, նա շատ նախանձավոր մեկն է, ու ինքը ուզում է, որ այսօր ես ու դու իր այս սկզբունքներին ուշադրություն դարձնենք։ Ուրեմն, եթե մենք Հիսուսին մեր մեջ ունենք, եկեք շատ ուշադիր լինենք իր նկատմամբ, ինչու, որովհետև դրանից է կախված քո շարժը այս աշխարհում։ Ուրեմն, կարդում եմ ձեզ համար Հովհաննեսի 15-րդ գլխի 9-րդ խոսքից մինչև 17 խոսքերը։ Մեր նյութը այսօր այս հատվածից ալնելու։ Այստեղ շատ հետաքրքրով Հիսուսը ինքը խոսում է իրան հետևող մարդկանց, աշակերտների բազմություն կլինի, թե հետևորդների բազմություն կլինի, դա այդ պահին շատ կարևոր է, հա։ Սովորական անցող դարձողներ չէին, մարդիկ, ովքեր նվիրվածներ էին, մարդիկ, ովքեր իրան հետևում էին, ու Հիսուսը իրանց հետ հետևյալ խոսքերն է խոսում։ Կարդում եմ 9-րդ խոսքից։ Ասում է հետևյալը այսպես. ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Կացեք իմ սիրո մեջ, եթե իմ պատվիրանները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես ես էլ իմ հոր պատվիրանները պահեցի եւ կենում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա եւ ձեր ուրախությունը լցված լինի։ Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչով նրանց ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր անձը դնե բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որտեղ ծառան չգիտի, թե իր տերը ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որտեղ ամեն ինչ որ լսեցի իմ հորիցը, իմացրեցի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ դրեցի, որ դուք գնաք եւ պտուղ բերեք եւ ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորիցը խնդրեք իմ անունով, տա ձեզ։ Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Շատ զարմանալի հատված է, ու մենք այս հատվածը իրար հետ այսօր կսերտենք ու իրար հետ մի հատ կնայենք, հա։ Ինչ է Հիսուսը ստեղ կարևորում ու ինչի վրա ինքը ակցենտ է դնում ու ինչ այսօր Տերը ուզում իրան հետևողներին կամ իրան հավատացողներին։ Ուրեմն, ուշադրություն դարձնենք համար 9-րդ խոսքին, ասում է ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, կացեք իմ սիրո մեջ։ Հիսուսը ինքը չի ուզում քո ձևը։ Հիսուսը շատ կոնկրետ ինքը դուռ է բացում իր ձևի մասին։ Երբ որ դու քո ձևով ես սիրում, դու շատ վիրավորվող մարդ ես դառնալու, որովհետև քո ձևը խոցելի է։ Դու պետք է ասո օրինակին։ Քո ձևը հաճախակի մարդկանց չի բերում Հիսուսի մոտ։ Քո ձևը վտանգավոր է, գիտեք ինչի համար, որովհետև ինքը չի կարա օրինակ լինի։ Օրինակը մեկն է։ Եթե քո ձևը ու Հիսուսի ձևը նույնն է, ուրեմն դու օրինակ ես։ Եթե քո ձևը ու Հիսուսի ձևը նույնը չի, դու օրինակ չես, դու շեղող մարդ ես, դու ֆոկուս գողացող մարդ ես, դու Աստծո ուզածից մարդկանց սրտերը գողանալու ես։ Ու էսի շատ վտանգավոր կլինի։ Եկեք ուշադրություն դարձնենք սկզբունքայինը։ Հիսուսը ստե շատ կարևոր բան ասում, ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես այդպես սիրում եմ ձեզ։ Ինչպես ինքը օրինակ է ցույց տալի, որ ես ձեզ սովորականի պես չեմ սիրում, ես ձեզ սիրում եմ ուղիղ այնպես ոնց որ հայրն է ինձ սիրում։ Դրա համար երբ որ մեկը Հիսուսի հետ հանկարծ հանդիպում էր ունենում, կյանքը փոխվում էր։ Ինչու՞։ Որովհետև Հիսուսը ուղակի մարդկային վերաբերմունքը չէր ցույց տալի, նա հոր սերը ոնց որ իր հանդեպ էր, ինքը նույն ձևով ցույց էր տալիս մեկ ուրիշի հանդեպ։ Ու այս դեպքում մարդիկ սկսում էին ճաշակել Աստծո ներգործությունը, որովհետև եթե դու օրինակը կորցրած ես սիրում եկին, դու կտրվում ես զորությունից։ Քո սերը անգամ զորություն չի ունենա իր մեջ։ Քո սերը պետք է զորություն ունենա, իսկ զորությունը գալիս է օրինակին հետևելու արդյունքում։ Ուշադրություն դարձնեք, որ ինքը ասում է կացեք այդ ձևի մեջ։ Չի ասում ուղղակի մնացեք սիրո մեջ, որովհետև մենք կարանք sense ընդհանրական ասենք, մնացեք սիրո մեջ։ Բայց ինքը ասում է ինչպիսի սիրո մեջ մնացեք։ Ինքը ասում է հենց այն սիրո մեջ, որով ես քեզ սիրել եմ։ Դու պետք է քեզ մի հատ հարց տաս, ինչպես է Հիսուսը քեզ սիրել։ Ու նույն ձևով սիրես քո տան անդամին։ Ու նույն ձևով սիրես քո կողքի մարդկանց։ Դու միշտ այս հարցը քեզի պետք է տաս։ Եթե դու այս հարցը քեզ չես տալի, դու շեղված սեր ես բերում, որը ընդհանրապես մարդկանց ներսում ձևավորում է էգոիզմ, վնասաբեր
ոչ կյանք դնող, ոչ կյանք հասցնող, ոչ օգնություն բարձրացնող, դու վտանգավոր բան կզարգացնես, թանկագիններս։ Ես ուզում եմ, որ դուք այսօր շատ ուշադիր լինեք, Աստված ինչ է ուզում իր եկեղեցուն։ Եկեղեցուն օրինակ է տված, օրինակով պետք է մենք շարժվենք։ Ասում է, ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի։ Կացեք իմ սիրո մեջ։ Հետո ասում է, եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կկենաք։ Հետո Հիսուսը ինքը դուր է բացում, որ դա չմնա ուղղակի sense լոկ խոսքեր, այլ դա գործողության վերածվի։ Դրա համար ինքը ասում է, պատվիրան եմ տալիս, որ ի վիճակի լինեք մնաք իմ սիրո մեջ, եթե պատվիրանները կատարեք։ Այսինքն, եթե դուք պատվիրանները պահեք, ինչ որ Հիսուս ասում է, այդ ժամանակ դուք այդ սիրո մեջ եք մնալու, այդ օրինակը շատ վարակիչ է դառնալու։ Մարդիկ ձեզ հանդիպելուց, նրանք հանդիպելու են այդ սիրուն։ Ու տեսեք ինչ ասում, եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես ես էլ իմ հոր պատվերները պահեցի եւ կենում եմ նրա սիրո մեջ։ Ուշադրություն դարձրեք, մեր պասիվությունը ակտիվանում է մենակ այն ժամանակ, երբ որ մենք կտրվում ենք օրինակից։ Երբ որ քո կյանքը օրինակից կտրվում է, դու պասիվ մարդ ես դառնում, հոգնած մարդ ես դառնում, շարժից ընկած մարդ ես դառնում, քո ակտիվությունը սկսում է մարել մի բանի պատճառով, երբ որ օրինակից կտրվում ես։ Երբ որ Հիսուսի օրինակը չի քո սիրո շարժառիթը, բոլոր մնացած օրինակները քեզի կտրելու են Աստծուց ու մեխանիկորեն քո առաքելությունից, մեխանիկորեն նաև քո կոչումից, ինչի համար որ դու կանչված ես, դու էլ այդ ուղղությամբ չես գործելու։ Հիսուս դրա համար է շատ կարևոր բան ասում է ես հոր պատվիրանները պահում եմ եւ կենում եմ նրա սիրո մեջ, որովհետեւ սա պրակտիկ արդեն կողմնացուց տալի։ Եթե դու պատվիրան պահում ես, դու պատվում ես իրան այդ ժամանակ։ Երբ որ դու քո հոր խոսքը հարգում ես, դու պատվում ես, եթե այդ խոսքը պահում ես, կատարում ես, դու պատվում ես, քո պատիվ տալու process-ը շինծու չի, ձևական չի, մակերեսային չի, ուղղակի են կեղծավոր չի, ինչու, որովհետև դու քո ներսում արժեք ունես, դու ինչ որ մի բան ես պահում, դու ինչ որ մի բան ակտիվացնում ես, ամեն։ Քո կողքին կերոջ ասա ամեն։ Դուք մեկը մյուսին, սենց ոնց որ բզեք, լավ, դու էսի քնելու ժամանակ չի, էսի սովորելու ժամանակ է։ Եթե քնելու ժամանակը դու բաց ես թողել, ուրեմն բարի եղի, որ ստե չքնես։ Շատ-շատեր իրանց քնելու ժամանակը բաց են թողում, որ պետքա քնած լինեին։ Արդեն որ գալիս է մի տեղ, որ իրանք պետքա շատ ուշադիր լինեն, հանկարծ ազդեցություն է գալիս։ Ինչ որ չեն հասցրել անեն, հիմա անեն։ Ու սատանան սենց հանկարծ կողոպուտ է անում, ինչ որ մի բան մեզանց գողանում է։ Եկեք մենք թույլ չտանք, որ նա գողանա ինչ որ Տերը ուզում է այսօր քեզ համար։ Տեսեք, 11-րդ խոսքը ասում է, այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա։ Չի ասում ուղակի ձեր ուրախությունը, որը այս աշխարհի ինչ որ մի բան ունենալուց չունենալուց է կախված։ Ինքը ասում է, իմ ուրախությունը ձեր մեջ մնա։ Ինքը չի ուզում, որ դուք տարված լինեք, տուն ունեք ուրախ եք, տուն չունեք տխուր եք։ Փող ունեք ուրախ եք, փող չունեք ուրախ չեք։ Առողջություն ունեք ուրախ եք, առողջություն չունեք տխուր եք։ Սրա մասին չի։ Տերը ինչ է ասում։ Ասում է իմ ուրախությունն եմ տալիս ձեզ։ Իսկ իր ուրախությունը ինչ հիմքի վրա է գալիս։ Սիրո հիմքի վրա։ Այսինքն, եթե դու ուրախության կորուստ ունես, սերդ ես կորցրել։ Սերդ ես կորցրել, սիրո հանդեպ եղած վերաբերմունքդ ես կորցրել։ Սերը ինքը դուր է բացում, նրա ասում է սիրեք, հետո նոր ասում է իմ ուրախությունն եմ թողում, որտեղ իր ուրախությունը նրա սիրո հետ է գործում։ Դու չես կարող ուրախ լինես, եթե իր սերը քո ներսում թուլացել է կամ տկարացել է։ Երբ որ դու դադարել ես սիրել, ուրախությունն էլ է գնում սիրո հետ։ Հələ պատկերացեք, սենց երկու մարդ, հա, սերը եկել է քեզ օգնության, դու սիրում ես, հանկարծ մեկը ոտդ կոխրջել է, դու էլ չես սիրում, սկսել ես ատել, ինչ ես անում, այդ մարդուն ոնց սիրեմ, այն մեկին ոնց ներեմ, այն մեկին ոնց օգնեմ։ Մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ այդ սերը թողում է գնում է, ուրախությանն էլ հետն է տանում։ Ու դու էլ չես էլ կարողանում ուրախանաս ամեն լավ բանի մեջ։ Լիքը լավ բաներ ունես, բայց ուրախություն չունես։ Ինչու՞, որովհետև սերն են կորցնում։ Հիշեք Հիսուս դե որ շատ կարևոր բան ասում, մնացեք սիրո մեջ, օրինակի մեջ մնալ է պետք։ Եթե ես ինձ հարց չտամ, օրինակ ես, գիտեք, եթե ես չլսեմ Աստծո ձայնը, լսեք, ես լրիվ ուրիշ ձևով խոսամ ձեր հետ։ Բայց երբ որ լսում եմ Աստված, որ ասում է, ո՞նց եմ ես քեզի սիրում։ Այդտենց ուզում եմ, որ դու սիրես։
Ես այդ ժամանակ արդեն հասկանում եմ, որ պետքա իմ հասկացողություն դնեմ մի կողմ ու Աստծո հասկացողությանը տրվեմ։ Ինչի, որովհետև ինքը ուզում է ինչ որ բան հասցնի քեզ, ուզում է ինչ որ մի բան փոխի քո մեջ։ Տեսեք, շատ կարևոր է այս սկզբունքները, որ Հիսուսը բարձրացնում ասում է, ինչպես իմ հայրը ինձ սիրեց, օրինակ, ես էլ ձեզ սիրեցի, կացեք օրինակի մեջ։ Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես ես էլ իմ հոր պատվիրանքները պահեցի, կենում եմ, սովորեք օրինակից։ Եվ հետո ինքը ասում է, արդյունքում ուրախությունը իմ ձեր մեջ թագավորելու է, եւ դա հերիք չի, դա ավելանալու է, լցվելու է։ Մեր եղբայրներից մեկի հետ չէ առաջ օրը ճամփային կեթում մեկ էլ այնքան հետաքրքիր բան ասեց, մի հատ հայտնություն եմ ստացել, կարամ կիսվեմ քո հետ, կարամ ասեց բանմա, ասի իհարկե կարաս կիսվի, ասում են ինձ ուժեղ էր այդ հայտնությունը, ես էլ ասում եմ լսում եմ, ասում եմ պատկերացրու, բացի մի հատ քո կալկուլյատորը, հեռախոսի միջի, ու կալկուլյատորը ես բացում եմ, ասում եմ մի հատ թիվ գրի, ինչ թիվ ուզում ես, ես էլ վերցեցի գրեցի 5 6 7 Ես հատուկ գրեցի այդ թվերը, որովհետև ես գիտեմ 5-րդ օրը օրհնություն ազատագրվե, 6-րդ օրը օրհնություն ազատագրվե, 7-րդ օրը օրհնություն ազատագրվե։ Ես գրեցի այս ամեն ինչը, մեկ էլ ինքը ասեց, հիմա էսի բազմապատկի 30-ով։ Դե բազմապատկից ինչ որ թիվ ստացա։ Ասեց հիմա այդ նույն թիվը բազմապատկի 60-ով։ 60-ով էլ բազմապատկից ինչ որ թիվ ստացա։ Հետո այդ նույն թիվը բազմապատկեցի 100-ով էլ ինչ որ մի թիվ ստացա։ Ու մեկ էլ ասում է, պատկերացնում ես Աստծո մոտ մենակ բազմապատկման մեխանիզմն է գործում։ Ինքը իր հայտնությունով է կիսում։ Ասի ինչ նկատի ունես։ Ասում է նայ, եթե քո բաժինը չլինի, բազմապատկման զորությունը քո հաշվին չի աշխատելու։ Եթե դու 0 ներդրում ես, ասում է հիմա 0 բազմապատկի 30-ով։ Ինչի հավասար։ Ասեց 0-ի։ Բազմապատկի 60-ով։ Ինչի հավասար։ 0-ի։ Բազմապատկի 100-ով 0-ն։ Ինչի հավասար։ Ասեց 0-ի։ Ասում է եթե քո կողմից ոչ մի ներդրում, նրա բազմապատկման զորությունը քո համար 0-ի է հավասարվելու։ Նա ուզում է քեզ հաջողություն տա։ Դու պետքա քո ներդրումը անես, որ իր բազմապատկման զորությունը քո ամեն ինչը ավելացնի։ Անես դուրս եկա, ասես ինչ ուժեղ էր։ Էս ինչ կարևոր։ Ասում ես գիտես ինչի գումարումը չի աշխատում Աստծո մոտ։ Ասի խի, մեկ էլ sense հասում։ Ասում է որովհետև եթե 0-ին գումարեմ 30, եթե հավասար է 30, դու ոչ մի բան չարեցիր, մենակ Աստված արեց։ Աստծուն սեր ձեռ չի տալի։ Ասես ինչ լավն էր։ Իմ դուրը եկավ, գիտեք ինչի, որովհետև քո ներդրումի վրա է բազմապատկման զորությունը գալիս։ Հիմա եթե դու ուշադիր ես իր խոսքին, ապա իր բազմապատկման զորությունը, քո ուշադրությունը 30-ապատիկ, 60-ապատիկ, 100-ապատիկ շատացնելու է։ Իսկ եթե դու ուշադիր ես, դու առիթը բաց չես թողելու օրհնության, որ Աստված ունի քեզ համար։ Դու հնարավորությունը բաց չես թողելու, որ Աստված ունի քեզ համար։ Լսեք, սա աճելու բազմացման զորությունը կախված է քո ներդրումից։ Քո ներդրումը իր ներդրման հետ բազմապատկման զորությունն է ակտիվացում։ Շատ դուրս եկավ։ Հիմա ես այսօր խոսում եմ, ասում եմ, եթե ասում եմ այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում լինի։ Այդ նշանակում է, եթե դուք ուշադիր եք իր ասածին, ապա իր բազմապատկման զորությունը սկսում աշխատել քո օգտին։ Որտեվ Աստծուն էդի պետք չի։ Աստված այնքան ինքնաբավ մեկն է, որ իրան պետք չի։ Այդ բազմապատկման զորությունը 30-ապատիկ, 60-ապատիկ, 100-ապատիկ ինքը քո համար է ուզում որ գործի։ Դրա համար է քեզ ասում ուշադիր եղի։ Դրա համար է քեզ ասում հետևի այս պատվերներին, հետևի իմ ասածներին։ Երբ որ դու հետևում ես, նշանակում է ինչ որ լավ բան ես սկսելու տեսնել։ Ուրեմն, եկեք շարունակենք։ Առաջի պատվերը, որ Հիսուսը ստե բարձրաձայնում է։ Ինչ պատվեր է տալիս աշակերտներին 15-12 խոսքն եմ կարդում։ Ասում է. «Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի»։ Ինքը խոսում է իր օրինակից, հետո գալիս արդեն պատվեր է տալիս, որովհետև ինքը ասում է, թե ինքը ոնց է հաջողվե, կիսվում է իրան հետևորդների հետ, որ իր հետևորդներն էլ, աշակերտներն էլ նույնպես հաջողվեն։ Նա հիմա կոնկրետ արդեն պատվեր է տալիս։ Պատվերի գլխավոր սկզբունքը, եկեք ուշադրություն դարձեք։ Ասում է իրար սիրեք, էսի առաջի բանն է, սկզբունքային պատվեր է սա կոչվում։ Առաջին բանը, որ ասում է, սա եմ պատվիրում ձեզ։ Իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Գիտեք ինչ, ինձ պետք չի քո սերը։ Ինձ պետք է որ դու ինձ սիրես, այնց է ոնց որ Հիսուսն է սիրե քեզ։ Լսում եք։
Ինձ պետք չի քո ձևը, ինձ պետք է այն ձևը, որով Հիսուսը քեզ սիրել է։ Ինձ մենակ այդ ձևն է հետաքրքրում։ Ու ես էլ եմ ուզում, որ մենակ այդ ձևը քեզ ներկայացնեմ։ Գիտեք ինչ է այսի կարևոր։ Հենց դուք այս ֆոկուսից շեղվեք, ընկնեք մարդկային դաշտ, էմոցիոնալ դաշտ, մարդկային հասկացությունների դաշտ, մենք կվնասվենք։ Մեզ ետի պետք չի։ Հիսուսը դե կոնկրետ ասում է, ինչպես ես ձեզ սիրեցի, այդ ձև սիրեք։ Ինքը ուղղություն է տալիս։ Այս ուղղությունից պետք է մենք սովորենք։ Էսի է պատճառ, որ դու գաս Աստծո մոտ հարցնես, դու ո՞նց ես ինձ սիրել։ Ես ուզում եմ իմանալ, որ ես իմանամ ո՞նց սիրեմ այն մյուսին։ Երբ որ դուք այս սկզբունքին ուշադրություն դարձնեք, Հիսուսը շատ կարևոր պատվեր է բացում, իրար սիրեք այնպես ոնց որ ես եմ ձեզ սիրել։ Հիմա տեսեք, երբ որ ես ընկնում եմ, սկսում եմ մտածել, ո՞նց է Հիսուս ինձ սիրել, ու ես հենց այդ սկզբունքով ուզում եմ ինչ-որ մեկին սիրել, ես ում եմ հաճեցնելու այդ դեպքում։ Այն մեկին, որ պատվեր է տվել, ոչ թե այն մեկին, ով որ այդ սերը պետք է ճաշակի։ Հիմա այն մեկը կարա այդ սերը ընդունի, կարա չընդունի, բայց դրանից չի կախված, ես պետքա պատվերը կատարեմ, որտեղ պատվերը ասում է իրար սիրեք, ինչպես որ ես եմ ձեզ սիրել։ Հիսուսը օրինակ է տվել։ Դրա համար, երբ որ մենք տեսնում ենք, որ Հիսուսի սերը մեր մեջ մարում է, մենք մեր ձևով ենք սկսում մեկս մյուսին սիրենք, չէ՞։ Այդ դեպքում գիտեք ինչ ալնում։ Հիսուսը չի երևալու։ Քո սիրո մեջ Հիսուսը չի երևալու։ Քո մոտեցման մեջ Հիսուսը չի երևալու։ Դու ես երևալու։ Իսկ եթե դու ես երևալու, վտանգի տակ ես ուրեմն։ Որովհետև դու այսօր կաս, վաղը կարաս եւ չլնես։ Ես էլ քո հետ միասին։ Մենք պետքա Հիսուսի հետքը թողենք։ Մեր հետքը պետք չէ այս աշխարհում։ Մեր հետքը այս աշխարհի համար չի։ Մենք Հիսուսի հետքը պետքա թողենք։ Դրա համար, երբ որ Հիսուս ասում է, ոնց որ ես ձեզ սիրել եմ, այդպես սիրեք իրար, սա համար մեկ պատվիրանն է։ Սա նշանակում է, որ դու պետք է այս ուղղությամբ աշխատես, որ դու չընկնես ծուղակի մեջ, այլ Հիսուսի օրինակին հետևես։ Այս նշանակում է, որ դու երբեք չես շեղվելու ճանապարհից, դու շատ հստակ հետևելու ես իր օրինակին, իր օրինակը քեզ միշտ թարմա պահելու, որովհետև դու այդ սիրուց լցվելու ես, որ սիրես։ Ամեն մեկը ճաշակել, մարդիկ կան, որ ճաշակել են Աստծո սերը։ Դուք բոլոր ճաշակել եք, չէ՞։ Հələ մի բան մտածեք, էլի ուզում եմ, էլի այսօր ուզում եմ սրտից սիրտ խոսամ։ Մի բան հիշեք այդ բանը, ոնց է Հիսուս քեզ սիրել։ Երբ որ դուք հանկարծ պատմում եք, ոնց է Հիսուս ձեզ սիրել, ոնց է Հիսուս ձեզ օգնել կամ ոնց է Հիսուս ձեզ ասել, դուք չեք էլ պատկերացնում ձեր հայացքից ինչքան լույս է թափում, ինչքան կյանք է թափում, ինչքան ազդեցություն է թափում։ Կողքի մարդիկ նստած լսում են, որ ասում են, երանի քեզ, բա ես ոնց էդի ունենամ։ Դուք ուղղակի խոսում եք, թե ոնց է Հիսուսը քեզի օգնել, ոնց է քեզ սիրել։ Երբ որ դու սրանից կտրվում ես, դու վնասվում ես։ Պետք է Հիսուսի սիրո օրինակը բարձրացնենք շատ ուժեղ։ Ու տեսեք առաջի Կորինթացիների ուրեմն 8:3 էսի հավելված եմ ասում, փոքրիկ միջամտություն։ Ասում է, բայց եթե մեկը Աստծուն սիրե, նա ճանաչված է Աստծո կողմից։ Ռուսերեն գրված է, որ նա գիտություն կունենա Աստծո կողմից, բայց անգլերենում էլ է հայերենի պես գրված, որ նրանք ճանաչված են Աստծո կողմից։ Այսինքն, եթե դու Աստծուն սիրում ես, ու Աստծո ուզած ձևով մեկին սիրում ես, դու շատ արագ ճանաչելի ես դառնալու։ Գիտեք ինչի համար, որովհետև ասում է Աստծո կողմից ճանաչված են։ Եթե Աստծո կողմից ճանաչված են սիրողները, նշանակում է այդ ճանաչողությունը շատ-շատերին սկսելու վերցնել։ Երբ որ դու Աստծուն սիրում ես, դու շատ արագ երկնքի համար ճանաչելի ես դառնում։ Պատկերացեք, հարց եմ ուզում տամ։ Ոնց եք մտածում, Հիսուսը գիտի ձեր հասցեր։ Դե Հիսուսը ամեն ինչ գիտի, իհարկե, բայց Հիսուսը գիտի իրան սիրողների հասցեն։ Հիսուսը գիտի բոլորին, բայց Հիսուսը առավել ևս գիտի իրան սիրողների հասցեն։ Նա այնտեղ բացվում է, նա այնտեղ գալիս է, նա այնտեղ ներկա է, նա այնտեղ իրան հայտնում է։ Ուրեմն, առաջի բանը, որ ինքը պատվիրում ասում է, իրար սիրեք ինչպես ես, նա օրինակ է թողել։ Մենք չենք կարող մեր համար սիրո օրինակ հորինենք, մենք պետք է Հիսուսի օրինակին հետևենք։ Այս օրինակը բացահայտում է։ Եթե այս օրինակը հանում ենք, մենք ոչ մեկս չենք կարող ինչ որ մեկի ուղղորդենք Հիսուսին։ Մենք երբ որ դադարում ենք մարդկանց դեպի Հիսուս բերել, պատճառներից մեկը գիտեք որն է, որ մենք Աստծո սիրո օրինակից շեղվել ենք։ Երբ որ Աստծո սիրո օրինակից շեղվում ենք, մենք էլ չենք էլ ավետարանում, մենք էլ չենք էլ հասնում, էլ կյանք էլ չենք դնում, էլ չենք էլ աղոթում, էլ չենք էլ
կիսվում, ել չենք էլ բարեգործություն անում, ինչ է կատարում, երբ որ սիրո օրինակից դու շեղվում ես, քո մոտ ամեն ինչը կանգնում է, գնում է մեխանիկական վիճակ ու էդի ոչ մեկին չի էլ ուրախացնում։ Երկրորդ բանը, որ ստե Հիսուսը բարձրաձայնում է, եկեք տեսնենք երկրորդ պատվերին։ Երկրորդ պատվերը ինքը խոսում է սիրո մեծության մասին, թե այն սերը, որի մասին ինքը խոսում է, ինքը ոնց է արտահայտվում, դրա համար սենց է ասում 13 խոսքում։ Ասում է ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր անձը դնե իր բարեկամների համար։ Ուշադրություն դարձեք, որ ստեղ ինքը ասում է, որ այն սերը, որի մասին ինքը խոսում է, նա կյանք է դնում ուրիշների համար։ Եթե դու կյանք չես կարող դնես ուրիշների համար, ուրեմն կտրված ես օրինակից, որովհետև օրինակը, որի մասին Հիսուսը խոսում է, ինքը ասում է, նա կյանք է դնում ուրիշների համար, որովհետև ինքը իր օրինակով ցույց է տալու, թե աստվածային սերը ինչպես է բացվում։ Այսօր, եթե դուք լսում եք մտքեր, նպատակներ, կրակոտ մտքեր, աշխարհի ռոպագանդան, գիտեք, աշխարհի ռոպագանդան սենց անելու, ինքը ուզենալով քո ֆոկուսը գողանա, որ դու քո համար ապրես։ Իսկ Աստծո խոսքին հակառակ է, գիտեք ինչ ասում է, ով որ ուզենա իրան պահի, իրանը պահի, կկորցնի։ Բայց ով որ իր կյանքը դնի, նա ձեռք կբերի։ Հիմա պատկերացեք, դուք ունեք մի հատ կյանք ապրելու, մի պահեք ձեզ համար, կորցնելու եք։ Դուք պետք է այդ կյանքը դնեք, որ ձեռք բերեք։ Դա սկզբունքն է ասում, Աստծո սիրո տեսակն է տենց, Աստծո սերը այդ ձևա, մարդկային սերը չի ուզում կյանք դնի ուրիշների համար, թեպետև մարդիկ զարմանալի է, իրանց հարազատների համար կյանքել են դնում, ֆինանսել են դնում, օգնությունել են դնում, չէ՞ կա այդ սիրո ազդեցությունը, էդի խոսում է, որ Աստծո ներգործությունը բոլորի վրա արտահայտվում է, երբ որ հանկարծ մի բարեկամի համար կյանք է դնում, օգնություն է դնում, ֆինանս է դնում, հարազատներով հավաքվում են, կանգնում են, որ այդ մարդը մենակ չզգա իրան, թե սուքի ժամանակ, թե ասենք հիվանդության ժամանակ։ Դուք տեսնում եք, որ մենք այնպես ենք ստեղծված, որ մենք չենք կարող առանց կյանք դնելու ապրենք։ Ճիշտ է։ Ու Հիսուսը ինքը այս հատվածը ընդգծում է, ինքը ասում է, ոչ ով նրանց ավելի մեծ սեր չունի, որ մեկը իր անձը դնե իր բարեկամների համար։ Երբ որ պատվերը տալիս իրար սիրեք, ինքը ասում է կյանք դրեք մեկը մյուսի համար։ Այսինքն կյանք դնելով դուք մենակ կարաք իրականում իմ սերը ցուցադրեք։ Եթե կյանք չեք դնում, այդ սերը չի երևալու, իմ ուզածը չի երևալու։ Իսկ ես ուզում եմ, որ ձեր միջոցով իմ ուզածը երևա։ Իսկ դա արտահայտվելու, երբ որ դու ինչ-որ մեկի համար կյանք ես դնում։ Կյանք ես դնում աղոթքի մեջ, կյանք ես դնում։ Ինչի ես այսօր աղոթքի ժամանակ աղոթեցինք, որ այսօր շատ մարդիկ փրկվեն այն վտանգավոր դժբախտությունից, որ այսօր կարա տեղի ունենա շատերի հետ, որ հարբած կարան գան ինչ-որ մեկին վայս լնեն, կարան խփեն իրանց կյանքը վերացնեն։ Այսօր այդպես վտանգ կա մթնոլորտի մեջ։ Ու էդի շատ շոշը մենք չենք կարող անտեսենք այս բանը։ Մենք պետք է աղոթենք, որովհետև այդպես վտանգը մեկից մեկը դուք այսօր կարողա լուրերով մի հատ արձանագրություն լսեք, հա, որ ոչ մի մահացու դեպք չի տեղի ունեցել։ Խնդրում եմ ուշադիր կլինեք այսօր լուրերին։ Զուտ հետաքրքրության համար ինչ դեպքերը արձանագրվելու այսօր ուղղակի ուշադիր եղեք։ Եթե մենք այսօր այդ աղոթք ազատագրեցինք ու ոչ մի մահ չի արձանագրվելու հենց այսօր, մենք կարանք վկայություն առնենք, որ Աստված ուրեմն լսել է։ Անկամ եթե մի հոգի կմահանա, կամ մի հոգի կամ երկու հոգի, բայց ոչ թե հազարները։ Հասկանում եք, էդի աղոթքն է պահում, որ մարդիկ բանջեն չվնասվեն, էսի շատ կարևոր է։ Լավ, եկեք վերադառնանք պատվերին։ Պատվերի մեջ Հիսուսը ինքը ասում է, որ սերը պետքա կյանք դնի ուրիշի համար, որովհետև սա սիրո այն տեսակն է, որ Աստված երկնքից բերել է մեր մեջ։ Շարունակում ենք 14-15 խոսքերին ուշադրություն դարձնել։ Հիսուսը բարեկամի ստատուս է տալիս իրան հավատացողներին կամ իրան լսողներին կամ իրան հետևողներին։ Ասում է դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Ուշադրություն դարձեք Հիսուսի դիրքորոշումը, ասում է դուք իմ բարեկամներն եք։ Հիսուսը երբ որ ասում է, օրինակ մենք բոլորս որդիներ ենք, ճիշտ է։ Եթե որդիներ ենք, մենք արդեն բարեկամի ստատուս ունենք, որտեղ որդին բարեկամ է, եղբայրներ ենք, բարեկամ ենք, մենք արդեն ունենք բարեկամի ստատուս Աստծո նկատմամբ, ինչու որտեղ Հիսուսը մեզ դիտարկում է ինչպես բարեկամ։ Եթե ինքը ասում է դուք իմ բարեկամներն եք, ու մեկ էլ մի հատ պայման է ասում, եթե, թող բոլոր ասեն եթե։ Տեսեք ինչ ասում Հիսուսը, ասում է դուք իմ բարեկամներն եք, այս իմ դիրքորոշումն է ձեր համար, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ, ինչ անեք։ Առաջի երկուսը։ Սիրեք իրար ինչպես ես եմ սիրել,
եւ կյանք դնեք իրար համար, ինչպես ես եմ կյանք դրել։ Ինչքան պարզ է, չէ՞։ Հիսուսը շատ կոնկրետ ասում է. ես կհասկանամ ձեր կողմից, որ դուք բարեկամություն ուզող եք, եթե առաջին երկուսը անում եք։ Մենակ այդպես կարանք հասկանանք։ Հիմա պատկերացրու, բոլորդ ունեք այդ դիրքը, որ Հիսուսը մեր բոլորիս ինչպես բարեկամ է տեսնում։ Բայց ամեն մեկի առաջի երկու պատվիրանը կատարելու հետևանքով է բացահայտվելու, որ դու Հիսուսի հետ բարեկամություն ես անում, որ դու իր բարեկամությունը ընդունել ես, որ դու իր բարեկամությունը ուղղակի չես թողել ականջի հետև, դու իր բարեկամությունը կյանքի ես կոչել։ Գիտեք, բարեկամությունը սես բան է։ Հիսուս ասում է, եթե անեք իմ պատվիրանները, նկատի ունի իրար սիրեք, ինչպես ես եմ ձեզ սիրել, եւ այդ սերը զարգացնեք կյանք դնելու աշճան, որ կյանք դնեք, որովհետև փրկության գործը կյանք դնելու հարց է, թանկագիններ։ Մենք չենք կարող փրկության գործով զբաղվենք առանց կյանք դնելու ուրիշների համար։ Ինչքան լուրջ է, չէ՞։ Երբ որ ասենք, ես օրինակ մեկ սիրում եմ այտենց ֆիլմեր նայել, որտեղ ասենք ինչ որ մի հերոս է ալնում ու կյանքը դնում է ու ինչ որ մարդկանց փրկում է։ Օրինակ ասենք պաժարնիկների ֆիլմեր, այդ կրակ հանգցնող էձևի ֆիլմեր եմ նայում, որ ասենք այդ մարդիկ ոնց նուրած եթում են մարդկանց ֆիզիկական կյանքը փրկում են, այլ իրանք հոգու փրկության գործով չեն զբաղված։ Բայց ինձ դուր է գալի այտենց մարդիկ, որոնք իրանք ինչ են անում, եթում են մահվան երեսին նայելով, ինչ որ մեկին մահվան այդ բերանից փրկում են։ Պետք է մի քիչ sense ֆիլմեր շատ նայեք, որ ձեր ներսում արթնացնեք ձեր կարևոր կոչումը, որովհետև ասում է կյանք դնելով է կյանքը առաջանում։ Բա որ հանկարծ լինում անենց մի հատ sense բաներ, ֆիլմեր ալնում, որ մամաները կյանք են տալի իրանց երեխեքին ու այդ ծննդաբերության ժամանակ մահանում են։ Ու իրանք գիտեն, որ պետք է մանան ավելի լավ երեխուն վերացնեն, քան թե իրան վերացնեն, բայց իրանք որոշում են կայացնում, չէ, թող այդ նոր կյանքը, ես արդեն իմ կյանքը ինչքան ապրել եմ, ավելի լավ այդ երեխեն ապրի, բայց ոչ թե ինքը մեռնի։ Ու նայում ես անձնվիրա, որոշ մարդիկ չեն հասկանում։ Այդ մարդկանց փնովում են, քննադատում են։ Մենք պետք է Աստծո սիրտը հասկանանք։ Հիսուսը ինքը ինչ ասում, ասում է, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ, ես կհասկանամ, որ դուք այդ բարեկամությունը վերցեցիք։ Ես կհասկանամ, որ դուք այդ բարեկամությունը ընդունեցիք։ Ես կհասկանամ, որ այդ բարեկամությունը ձեզ համար կարևորվավ։ Սա շատ կարևոր է, թանկագիններ։ Ինչքան ալնում, որ ասենք պապաները մենակ մեծացնում են իրանց երեխեքին, ինչի պատճառով, որովհետև ծննդաբերության ժամանակ մաման մահացել է կամ ինչ պատճառներով մաման կեսից մահացել է։ Կյանք են տալիս, կյանքը միշտ մահվան հետ կապված, հասկանում եք, մենք մահվան որոգայթներից մարդկանց փրկելու ծրագիր ունենք, առաքելություն է, մենք չենք կարող սովորականի պես ապրենք։ Հիսուսը ինքը երկինքը թողեց, եկավ մեր համար մահացավ, մահվան գնով է ինքը փրկե մարդկանց։ Ուզում է, որ իր հարսը ֆոկուսից չկորցնի այս իրականությունը, որովհետև եթե ես ու դու իրականությանը ուշադրություն ենք դարձնում, ապա մեր սիրտը սկսում է վառվել դրա համար։ Ուրեմն, երրորդ բանը ստատուսն է, քո բարեկամական ստատուսն է, քո բարեկամության ստատուսը կյանքի է կոչում այն ժամանակ, երբ որ առաջ երկուսը դու անում ես։ Երբ որ դու սիրում ես օրինակին հետևելով եւ երբ որ դու կյանք ես դնում ինչ-որ մեկի փրկության համար, փրկության գործը կյանք է պահանջում, կյանք դնել է պահանջում, թանկագիններ, մենք ոչ մեկս չենք մեռնում ինչ-որ մեկի համար։ Բայց երբ որ քո համար շատ սիրելի մարդիկ կան, որ այդում են իրանց երիկամներն են տալիս, որ մեկի կյանքը փրկեն, որ հնարավորություններ սրտերն էլ կտային։ Պողոս տենց էլ ասում է, եթե առիթ ունենայիք, તો աչքերն էլ ձեր կանեիք կտայիք ընձի։ Այդքանով դուք պատրաստ եք ձեր կյանքը դնելու ինձ համար։ Պողոսն ասում, իրա ժողովրդին ում հետ որ ինքը առնչություններ ունեցել։ Հասկանում եք, կյանք դնելու գաղափարը պետք է վերցնի մեր սիրտը, որտեղ Հիսուսը էսի ուզում է, որ դու քո համար չապրես։ Երբ որ դու քո համար ես, դու շատ վտանգավոր մարդ ես դառնում։ Շատ վտանգավոր մարդ ես դառնում, բայց հենց դու փոխում ես քո վերաբերմունքը, կյանքը դրել ես ինչ-որ մեկի համար, ինչև է շարունակի դնել։ Դրել ես քո ընտանիքի համար, քո երեխեքի համար, ուրիշ բաներ մի խոսա, կյանքդ շարունակի դնել։ Քո կոչումն է դա, դու ինչև է կանգնի, լացելա լացի, աղոթելա աղոթի, բայց մի հետ պահի քո կյանքը դնելու կոչումը ինչ-որ մեկի համար, քո սերունդների համար, քո զավակների համար, քո դուստրերի կամ որդիների համար։ Դուք պետք է այս բանը հասկանաք։ Հիսուս ինքը ինչ ասում, ինքը երրորդ սկզբունքի մեջ, որ ասում է բարեկամի ստատուս տալով, ինքը ասում է դուք իմ բարեկամն եք։ Ուշադրություն, ըստե ուզում եմ ձեր գրավեմ 15 խոսքի վրա։ Ասում է այլևս ծառա չեմ ասում ձեզ,
Ծառա ինչի, որովհետև ծառան սովորում է հնազանդություն, բայց բարեկամը սովորում է համագործակցություն։ Ասա ծառան սովորում է հնազանդություն, իսկ բարեկամը սովորում է համագործակցություն։ Ծառան ոչ մի բան չգիտի, բայց բարեկամը ամեն ինչ իմանում է։ Մի պահեք ձեզ ծառաների պես։ Մի պահեք ձեզ ծառաների պես։ Գիտեք ոնց է դա արտահայտվում։ Երբ որ հանկարծ դու ասում ես, դե ես չգիտեմ Աստծո կամքը որն է։ Դե ես չգիտեմ Աստված ինչ է ուզում։ Ախր ինձ համար բացված չի Աստծո կամքը։ Ես չգիտեմ, Աստված ոնց է ուզում։ Դուք բարեկամ չեք։ Դուք ծառայի ստատուսով եք ապրում։ Հիսուս շատ պարզ տեղ ասում է, ծառան չգիտի, թե իր Տերը ինչ է գործում։ Բայց դուք բարեկամ եք, որովհետև ես ինչ որ լսեցի իմ հորից ձեզի ասեցի։ Տեսեք, ստատուսը թույլ է տալիս քեզ, որ դու տեղյակ լինես Աստծո ծրագրերից, քո իսկ համար, քո ընտանիքի համար, քո երեխեքի համար, քո սերունդների համար։ Քո ստատուսն է դա թույլ տալի։ Եթե դու ունես այդ ստատուսը, բայց քեզի պահում ես, դե ես չգիտեմ Աստծո կամքը որն է։ Դե ես չգիտեմ Աստված ինչ է ուզում հիմա։ Դե ես չգիտեմ։ Մի ասեք սես բաներ։ Դուք պետքա գաք Աստծո առաջ, իմանաք, նոր գաք ասեք։ Երբ որ դուք ասում եք ես չգիտեմ, դուք շատ վատ բան եք անում։ Շատ վատ բան եք անում։ Շատ վատ բան եք անում։ Դա նշանակում է, որ դուք Աստծո հետ բարեկամություն չեք անում։ Ես մենակ այդ կարամ հասկանամ ձեր այդ ասածներից։ Բայց եթե դուք գիտեք Աստված ինչ է ուզում, դուք դրա մեջ շարժվելու եք։ Գործելու եք, տրվելու եք։ Աստված ուզում է այս բանը քեզ համար։ Էլ քեզ մի պահի, դե ես չգիտեմ ուզում է թե չէ։ Դու արդեն գիտես, որ ուզում է։ Քեզ պետք է ուղղակի հանձնվել, քեզ պետք է տրվել։ Հիսուս ասում է, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ, որտեվ դուք բարեկամ եք, բարեկամին ամեն բան ասվելու է։ Ձեր ստատուսը բարեկամի թույլ է տալիս, որ դուք իմանաք Աստծո ծրագրերը ձեր համար, ձեր տների համար, ձեր շրջապատի համար, ընդհանրապես Աստծո գործերի հետ կապված դուք կարաք իմանաք, մնացեք բարեկամի ստատուսի մեջ։ Եվ եկեք ուշադրություն դարձնենք 4-րդ սկզբունքին, որտեղ Հիսուսը բարձրաձայնում է ու ասում է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ։ Գիտեք, երբ որ այստեղ խոսքը ասում է, ոչ թե դուք ընտրեցիք ինձ, սա ամենաուժեղ սկզբունքներից մեկն է այս 4 սկզբունքների մեջ, ինչի, որ ինքը պահելու է քեզ, որ դու երբեք չհպարտանաս, որ երբեք դու չասես ես արեցի այս բանը, չէ, Տերն ընտրե, որ դու անես այդ բանը։ Տերն ընտրե, սա քեզ պահելու է հպարտության ծուղակից, սա քեզ պահելու է, որ դու Աստծո թշնամի չդառնաս հպարտության պատճառով։ Դու Աստծո բարեկամ ես, ոնց կարաս դու թշնամի լինես, բայց գիտեք, երբ հլնում, որ դու մտածում ես, որ դու ես ընտրե, ոչ թե ինքն է ընտրե։ Խոսքը շատ պարզ ասում է, ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ, եւ ձեզ դրեցի, որ դու գնաք եւ պտուղ բերեք։ Ուշադրություն դարձեք, որ Հիսուսը ինչի վրա է կենտրոնացած, իմ ու քո հաջողության վրա։ Ասում է, եթե դու հասկանաս իմ ընտրությունը քո հանդեպ, դու պտղաբեր մարդ կդառնաս։ Որտեւ ես քեզ չեմ ընտրել, որ դու անհաջողակի մեկը լինես։ Ես քեզ ընտրել եմ, որ դու հաջողվես, որ դու պտղաբեր լինես, որ դու արդյունք ունեցող մարդ լինես։ Ես ընտրել եմ քեզ ու կարգել եմ քեզ, որ դու պտղաբեր լինես։ Այդ է Հիսուսը իր այս խոսքով ինչ է ասում։ Նաև քեզ պահում է, որ դու հպարտ մարդ չդառնաս։ Մեծամիտ մարդ չդառնաս։ Հակառակվող մարդ չդառնաս, այլ համագործակցող մարդ դառնաս։ Գիտեք, խոսքը մեզի սենց է սովորացնում, ասում է հակառակվեք սատանային, բայց մինչև այդ ասում է հնազանդվեք Աստծուն։ Երբ որ դուք հնազանդվում եք, դուք հակառակվելու կարողություն ունեք։ Ամեն մի բացասական բանի քո կյանքում, եթե դու չես հակառակվում, դու Աստծուն հնազանդ մարդ չես։ Լսեք, եթե բացասական բան կա քո կյանքում, ու դու չես հակառակվում այդ բացասական բանին, դու Աստծուն անհնազանդ դիրքորոշման մեջ ես։ Այդ նշանակում է, որ ինչ որ մի բան կանգնել է քո կյանքում, Աստծո սերը, Աստծո զորությունը, Աստծո քաղցրությունը։ Եթե որից մի բան բացասական է քո կյանքում, թեթև չնայես դրան, հակառակվի, որտեղ այն ինչ որ բացասական է, կյանքդ կփչացնի, կվնասի։ Դրա համար հակառակվել է պետք։ Հիսուս ստեղ ասում է, ես ձեզ ընտրել եմ, դրել եմ, որ դուք պտուղ բերեք։ Քո պտուղ բերելը հակառակվել ամեն անպտղաբերությանը։ Եթե դու չես տրվում Աստծո ուզածին, մնում ես անպտղաբերության մեջ։ Քո անպտղաբեր վիճակը կարա խոսա անհնազանդության մասին։ Ինչու, որտեվ Հիսուսը այս բոլոր խոսքերի միջոցով ինչ ասում։ Ինքը ասում է, եթե դուք սիրեք, իմ ուրախությունը ձեր մեջ շատանալու է, որտեվ սեր ուրախությունն իրար հետ են։ Ինքը ասում է, եթե իմ օրինակին հետևելով սիրեք, դուք
իմ փառքն եք հայտնելու, որտեղ մարդիկ Հիսուսին են հանդիպելու։ Պետք չի որ մարդիկ մեզ հանդիպեն ու Հիսուսին չտեսնեն։ Մենք պետք է ամեն բան անենք, որ Հիսուսը երևացող դառնա։ Ամեն։ Ամեն։ Տեսեք։ Երբ որ այս 4 բաները ինքը խոսում է իր լսարանի հետ, ինքը իր օրինակից սկզբում կիսվում է 9-ից մինչև 11-ը։ Ինքը խոսում է իր օրինակից, ոնց է ինքը Աստծո օրինակին հետևելով, Աստծո ձևին հետևելով, սիրելու էս կոչմանը հետևելով, ոնց է ինքը սիրե հասե մարդկանց, ոնց է օգնե մարդկանց, ոնց է ինքը բացի Աստծո սերը մարդկանց համար, ինքը հիմա այդ նույն բանը կամենում է ում համար, իրան հետևողներ, որ իր հավատացողները նույնպես կարողանան լինեն, որ դու Հիսուսի օրինակով սիրես, իսկ էդի դու պետք է ճաշակես, պետք է այս հարցը քեզ տաս, Հիսուս, դու ինձ ոնց ես սիրե, ոնց ես սիրե։ Ես մի օր բանը հիշում եմ, այդ ցեղասպանության դրա մասին մի անգամ ասել եմ, բայց հիմա որ եկավ տեղին է, որ էսի ասեմ այս պահին։ Ես մի օր նստած sense ոնց որ մտածում էի, գիտեք որտեղից, որ իմ տատիկը, որ ցեղասպանությունից փրկվել էր, 10 տարեկան թե 11 տարեկան աղջիկ երեխա է եղել այդ ժամանակ։ Ամբողջ 17 հոգանոց ընտանիքից մենակ ինքն է կենդանի մնացել։ Ու արդյունքում այն ալել որ ճանապարհին ոնց ալնում, որ երկու աղբեր իրան տեսնում են, որ ինքը, ես ինձ հավատքի մեջ եմ էսի արդեն մտորում։ Ինչեւ էս մտածմունքներ չեմ ունեցել։ Ես հավատքի մեջ էի այս բանը մտորում, ես նստած Աստծո հետ մտածում էի։ Ու մեկ էլ գիտեք այնքան հետաքրքիր էր այդ պահը։ Մեկ էլ ցինց հաշվարկներով, ցինց ոնց որ դեր, հետո ես երեխուն երկու աղբեր ճանապարհից իրանց քրոջ նմաներ իրան այդ խմբից երեխեքի վերցրեցին, հետո այդ խմբի վրա հարձակվեցին, այդ ցաղ երեխեքին էլ սպանեցին։ Ու այդ խմբից մենակ ես տատիկը մնաց։ Հետո եկավ մանկատուն Երևան։ Հետո ընդ մեծացավ ընտանիք կազմեց։ 4 երեխա ունեցավ։ Հետո նենց էլա որ իր մարդը գնաց պատերազմ երկրորդ համաշխարհ, այնտեղ մահացավ։ Հետո մի երիտասարդ սիրահարվում է տատիկի վրա ու իր հետ փսակվում է։ Իրանից մեծանում, բայց այնքան հավանում է, այնքան սիրահարվում է, որ ինքը դաբիցալում որ այդ տատիկի հետ փսակվի։ Ու արդյունքում պապասա ծնվում։ Ու հետո էլ ես եմ ծնվում։ Ու ես այս բաները sense մտածելով Աստծո հետ sense խորում եմ։ Մեկ էլ ասում դեր իսկոն ճանապարհ։ Իսկոն ճանապարհ։ Եկել է հասել է այս կետին, որ դու ինձ գտնես։ Ինձ ասես, որ ես քեզ շատ եմ սիրում։ Էսի իմ ներսում փոփոխություն բերեց։ Մենք պետք է գտնենք կորածներին։ Ունեցեք Աստծո մտքերը։ Հիսուս ասում է, եթե իրար սիրեք այնպես ոնց որ ես եմ սիրում, դուք կգտնեք մարդկանց։ Երբ որ դուք ձեր ձևով եք սիրում, դուք չեք գտնում մարդկանց։ Որտեւ դուք ձեզ համար ընտրում եք մարդկանց։ Դուք չեք գտնում։ Դուք ընտրում եք ում որ դուք սիրում եք։ Տերը դες չի ուզում։ Հասկսեք դրանից, բայց դրա վրա մի մնացեք։ Դուք պետքա ճարեք մարդկանց։ Դուք Աստծո սիրտը պետքա զգաք, որ այդ բաները փոխվի։ Դուք պատկերացեք, այս սաղ մտածմունքներ եկավ այս մի հատ կետին, մեկ էլ ասում Տեր, այդ սաղ կռվի բանի միջով ես անցա կենթանի մնացի, եկա այս պահին, որ դու ինձ գտնես ու ասես, որ ես քեզ շատ եմ սիրում։ Հիմա իմ հերթն է։ Օրինակն եմ, ես այս օրինակի պես ուզում եմ որ դուք տեսնեք։ Հիմա իմ հերթն է։ Ասում եմ, Տեր ասում է, ո՞նց եմ ես քեզ սիրում։ Այդ է սիրի։ Ո՞նց եմ ես այս ճանապարհով քեզի գթե։ Գթի մարդկանց։ Սիրտս պետք է զգաս այս հարցում։ Գթի մարդկանց։ Մտածի իմ մտքերով, մի մտածի այս աշխարհի մտքերով։ Երբ որ դու այս աշխարհի մտքերով ես մտածում, դու աչառություն անող մարդ ես դառնում։ Բայց երբ որ Աստծո սրտի մտքերով ես սկսում մտածել, քո սիրտը լայնանում է։ Տեղ է բացում շատերի համար։ Պետք է մենք իրականում հասկանանք Հիսուսը ինչ է ուզում այս խոսքերից։ Թող Սուրբ Հոգին օգնի մեզ, որ մենք ընկալենք 4 բան։ Պատվերը իրար սիրեք, ոչ թե ձեր ձևով, այլ ինչպես որ ես եմ ձեզ սիրել։ Պատվերը, որ ասում է չկա ավելի մեծ սեր, քան որ մեկը իր կյանքը դնում է իր եղբայրների համար։ Քո սերը այնքանով է արժեքավոր, ինչքանով որ դու կյանք ես դնում ուրիշների համար։ Քո սերը կորցնում է իր արժեքը էժանագին է դառնում, երբ որ դու դադարում ես կյանք դնես ուրիշների համար։ Գիտեք, Աստծո սերը երբեք չի արժեքավորվում, արժեքազրկվում։ Մենք ենք արժեքազրկվում։ Եթե ես ունեի սեր դնելու մեկի համար, բայց չդրեցի,
Ես ոչ թե Աստծո սերն եմ արժեքազրկում, ես ինձ եմ արժեքազրկում։ Գիտեք, երբ որ սերը երկնքին ճանաչելի է, մի բան մտածեք, սիրող մարդկանց շուտ են գտնելու։ Երբ որ դու դադարում ես սիրել, դու դրա պատճառով կարաս հասկանաս, որ քեզ էլ չեն փնտրում։ Բայց սիրող մարդը ինքը չի սպասում, որ իրենց փնտրեն, ինքն է փնտրում։ Դրա համար է ճանաչել, սիրող մարդիկ շուտ են ճանաչվում։ Երբ որ դու սիրում ես, դու շուտ ես ճանաչվելու։ Բայց երբ որ դու նստած ասում ես, այդքան արել եմ, ով է ինչ-որ բան հասկացել։ Շարունակի անել։ Ախր դա քո կոչունն է անելը։ Ինչ ես դու կախվում մարդկանց շնորհակալ լինելուց, թե անշնորհակալ լինելուց։ Չէ՞ որ դու էլ շատ հարցերում անշնորհակալ ես եղել։ Չէ՞ որ Աստված քո վրա արևը միշտ էլ բացել է։ Շնորհակալ լինես, թե անշնորհակալ լինես, մեկը բացել է, ճիշտ է։ Դու չես կարող այդ չափման միավոր վերցնես քեզ համար։ Դու երկնքի իրականությունով մտածի, Հիսուսի իրականությունով։ Թող այդ կորածների սրտի հառաչանքը ձեր յուրաքանչյուրի մեջ լսելի դառնա։ Թող լսելի դառնա։ Գիտեք, կորածները կարան ձև բռնեն, անկեղծ ասեմ, կարան ձև բռնեն, որ իբր իրանց հետ ամեն ինչ նորմալ է։ Մենք չենք նայում ձևին։ Եկեք մենք Աստծո ձայնին նայենք, որովհետև Աստվածը մեզ հնարավորություն տալի կորածի հառաչանքը լսելու։ Ավարտեմ պատմությունը հետևյալ կերպ։ Մի հովիվ իրանց եկեղեցում խոսում էր ավետարանչության մասին, մարդկանց հասնելու, գտնելու, կորածներին ապրեցնելու մասին էր խոսում։ Ու այդ խոսակցության ժամանակ ասում է, գիտեք ինչ, ասում է դուք պետք է լսեք այդ կորածների ձայնը։ Կորածները իրանք չեն գա քեզի ասեն, որ ես կորած եմ։ Դու իրանց հոգու հառաչանքը պետք է լսեք։ Այս հովիվը ասենց խոսում էր ու սկսում են իրանք աղոթք անել ու ներկայությունն ինձ ուժեղ գալիս է ու հանկարծ այդտեղ երիտասարդներից մեկը սկսում է լսել մի հատ հառաչանքի ձայն իր ներսում։ Ինչ որ մեկի հառաչանքի ձայն է լսում, որ մեկը ասես ցավագին հառաչում է։ Ու այդ ձայնը իրանից չի հեռանում։ Ինչքան հլնում է այդ ժողովքի տեղից, ինքը ժողովքի տեղն է լսում։ Հառաչանքը մի հատ ինչ որ փողոցում է տեղի ունենում։ Ինքը հառաչանքը լսում է իր աղոթքի ժողովքի ժամանակ։ Ու ինքը որտեղից հլնում է այդ հառաչանքը շարունակում է գալ իր ականջին։ Ու ինքը այդ հառաչանքի հետևից գալիս է այն փողոցը, որտեղ ինքը մտնում է, տեսնում է այդ ձայնը ավելի է ուժեղանում։ Ու վերջը գալիս է ձայնի ուղղությամբ, մտնում է մի հատ տուն, տեսնում է մի հատ տատիկ ընկել է, ձեռը ջարդվել է։ Ու այդ ցավից չի կարողանում տեղից հլնի, ու գոռում է։ Շրջապատի մարդիկ ոչ մեկ այդ ձայնին չի արձագանքի, ինչ որ մեկը մի ժողովին խոսքը լսելու ժամանակ լսում է այդ ցավի մեջ ընկած մարդու ձայնը ու ինքը գալիս է ձայնի վրա այդ մարդուն փրկում է։ Տանում է հիվանդանոց, ընդ բժիշկները օգնում են, վերը կապում են, ինչ որ պետք է անում են։ Գիտեք, հետո այդ տատիկը դառնում է այդ սաղ փողոցի ավետարանիչը։ Ամբողջ փողոցը ապաշխարության է գալ այդ տատիկի վկայության պատճառով։ Ինչի՞։ Մեզ պետք է լսենք Աստծուն, պետք է լսենք, որ ինքը ասում է, սիրեք իրար, ինչպես ես եմ սիրում ձեզ։ Սա է շարժը ապահովում մեզ համար, սա է քո շարժը ապահովելու, սա է քո շարժի հիմքը։ Եթե դու իր օրինակին չհետևես, դու շարժի մարդ չես դառնա, դու շարժից հետ ես կանգնելու, բայց Քրիստոսը քեզ չի ծնե, որ դու շարժից կտրված մարդ լինես, դու արթնության մարդ պետք է լինես։ Այդ արթնությունը Սուրբ Հոգու պատճառով քո մեջ է։ Դրա համար այս 4 բաները սիրեք Տերոջը, ասում է սիրեք մեկը մյուսին ինչպես ես եմ ձեզ սիրել։ Իր օրինակը մնում է չափման միավոր։ Երբ որ դու տեսնում ես դժվարացել ես սիրելու հարցում, արի այս օրինակին նորից, արի Հիսուսի օրինակին, արի այս օրինակին վերականգնի քո սերը, վերականգնի, քո սերը պետք է վերականգնվի։ Գիտեք, երբ որ դու գալիս ես օրինակին, ամեն ինչը սկսում է ակտիվանալ, դու ուզում ես կյանք դնել, այնքան ուժեղ կլինի։ Մարդիկ իրանց օրերի վերջում ասում են, որ հնարավորություններ ունենայի նորից ապրելու, ինչ կաներ, իրանք ասում են, այս ձևով չի ապրի, ես կուզենա ավելի շատ բան արած լինեի, բարիք, ու բոլորը շեշտում են բարիք, որտեղ ինչքան դու ունենաս, մեկը դու ամեն ինչ չես կարող ունենաս, բայց ինչքան դու կարաս անես, էդի քո իշխանության տակ է, ինչքան կարաս դու սիրես։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, եկեք որոշում կայացնենք, որ մենք չենք առաջնորդում, թե ինչքան մարդ է մեզ սիրում։ Եկեք առաջնորդվենք, թե մենք ինչքան մարդու կարանք սիրենք։ Որովհետև ձեզի արդեն մեկը կա, որ սիրում է, դա բավական է։ Հիսուսը քեզ սիրում է։ Հիսուսը քեզ ընտրել է։ Հիսուսը քեզ բարեկամ է կոչում։
Հիսուս ասում է, ես քեզ անտեղյակ չեմ թողելու։ Ես քեզ միշտ կասեմ, ինչ որ պետք է անես, այնպես որ դու մենակ բարեկամության քո դիրքից օգտվի։ Բարեկամություն արա։ Ես բաներ եմ բացելու, լսել եմ տալու քեզ, հասցնել եմ տալու։ Գիտեք, երբ որ մեր սիրտը սկսում է այդպես բացվել, մենք սկսում ենք գործածվել երկնքի կողմից։ Սուրբ Հոգին սկսում է մեզի գործածել յուրահատուկ ձևով։ 4 բան սիրի, ինչպես Հիսուսը սիրեց։ Կյանքը դիր, ինչպես Հիսուսը կյանքը դրեց։ Բարեկամություն արի, ինչպես Հիսուսն է բարեկամություն անում։ Եվ խոնար եղի, ինչպես Հիսուսը խոնար էր, որովհետև ինքը գիտակցում էր, որ ընտրությունը մեզի խոնարհության ալիքի մեջ է պահում։ Հալելույա, եկեք բարձրանանք։ Տերը ներկա է։ Տերը հիասքանչ այս վայրում։ Ինչ որ բան վերցեցիր քեզ համար այսօրվա խոսքից։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը, եկեք հենց հիմա կանգնենք, էսի շատ կարևոր պահ է, թանկագիներ, եկեք ուղղակի խոսանք հիմա Հիսուսի հետ։ Մենք ունենք մի փոքրիկ ժամանակ, սա շատ լավ պահ է, որ ես ու դու մեր սիրտը բացենք Հիսուսի համար, Հիսուսին արձագանքենք։ Հիսուսը շատ ռեալ է իր պատվերների մեջ։ Հասկանալը, որ ինքը որ գնալու է աշխարհից, ինքը պետք է ինչ-որ մի բան թողի իր աշակերտներին, ու ամենաճոխ բաներից մեկն է թողում, որ իրար սիրեք ինչպես ես, իմ օրինակը ձեր մեծագույն օգնությունն է, հետևեք, գիտեք ձեր երեխեքին էլ մի սիրեք ձեր ձևով, սիրեք ոնց է Հիսուս սիրում, Հիսուսը ոնց է սիրում, ձեզ այդտեն սիրեք ձեր երեխեքին, որովհետև դուք էլ Աստծո երեխեք եք, Հիսուսը քեզ սիրում է, այդտեն սիրի, Հիսուսը քեզ սիրում է, այդտեն սիրի, ամեն մեկին, ձեր կողքի մարդկանց, ձեր տան անդամներին, ձեր հարազատներին, բարեկամներին, ձեր հարևաններին, պրոստը եկեք փորձենք էլի, ես ինքան լավ պահալնելու, որ մի պահ դու կարաս ասես Հիսուս, ո՞նց ես դու ինձ սիրե, հիշեցրու ես բաներ ինձ։ Սուրբ Հոգին նրա համար որ հիշեցնի, փակենք մեր աչքերը, կանգնենք Տիրոջ առաջ։ Կարող ես բարձրացնել քո ձեռքերը, բայց եղի Տիրոջ ներկայության մեջ, խոսա Տիրոջ հետ։ Հիսուսը ստեղ հիասքանչ ներկա է, նա ասում է հենց այդ ձևով։ Ոնց որ ես եմ քեզ սիրե, այդ ձև սիրի։ Ոնց որ ես եմ քեզ սիրե, նա իմ օրինակին, հետևի իմ օրինակին։ Սա է քեզի կենթանացնելու, սա է քեզի կյանքի կոչելու, որովհետև դու ուրիշ բան չունես տալու, եթե այս օրինակը քո կյանքում չելա, որովհետև ամեն մեկը յուրովի է, բայց դու սիրի իմ ձևով սիրի։ Ոնց եմ ես քեզ ներում, ոնց եմ քո համար կանգնած, ոնց եմ բարեխոսում, ոնց եմ քեզի օգնում, որ դու ել նույն սխալները չանես։ Այդ տենց մտածի, այդ տենց կանգնի, տենց խորի, օ Տեր Հիսուս, մենք խոնարհվում ենք, թանկագին Սուրբ Հոգի, օգնի մեզ յուրաքանչյուրիս, որ մենք այս սիրո իրականության մեջ բարձրանանք, որ քո պատվերները շատ իրական է, որ մենք քո պես սովորենք սիրել, որովհետև քո օրինակը հիասքանչ օրինակ է։ Մենք այսօր քո առաջ խոնարհեցնում ենք մեր անձերը ու ասում ենք այսօր Հիսուս, օգնի մեզ, որ քո օրինակին հետևելով սիրենք, որ մենք չկտրվենք այդ իրականությունից, ոնց ես դու մեզ սիրել, որովհետև դու արդեն քո սերը մեր հանդեպ ցույց ես տվել, մենք արդեն ունենք այդ օրինակը, թե դու ոնց ես մեզի օգնել, հասել, փրկել, սրբել, ներել, հաստատել, վերականգնել, լցրել, մենք ունենք այդ օրինակը, օգնի, որ մենք այդ օրինակով շարժվենք եւ շատ-շատերին օգնություն լինենք։ Տեր Հիսուս, դու նաև ցույց ես տվել քո օրինակով, թե ոնց ես դու քո կյանքը դրել քո բարեկամների համար։ Օգնի, որ մենք էլ այդպես դնենք իրականում մեր կողք եղած մարդկանց համար, որովհետև միգուցե մի լավ մարդու համար կյանք դնենք, բայց դու քո օրինակով ցույց տվեցիր, որ այս սերը նա չի ճանաչում մարդկանց մեջ տարաձայնություն, նա բոլորի համար է դրվել։ Մեղավորների համար ես դու քո կյանքը դրել, դրանով ցույց ես տվել քո սերը, օգնի, որ մենք տեսնենք, որ դու քո տեսանկյունով բարեկամ ես դիտարկում մարդկանց, դրա համար էլ քո կյանքը դնում ես իրանց համար, օգնի, որ մենք էլ տեսնենք, քո աչքերով տեսնենք, կյանք դնենք, որ այդ սիրո մեծությունը բարձրանա եւ դու հայտնի դառնաս մեր տներում, մեր շրջապատի մեջ, մեր գործերի վայրերում, մեր քաղաքի մեջ, որ մենք քեզ կարողանանք ցուցադրենք ուղիղ այնձ ոնց որ դու քո խոսքերով ցույց ես տալիս։ Օգնի, որ մենք բարեկամություն անող լինենք, քո պատվերներից չշեղվենք, այլ դրա մեջ հաստատվենք, կայանանք, խորանանք, օգնություն տենք խնդրում յուրաքանչյուրիս համար, որ մենք բարեկամություն անող լինենք, որովհետև դու մեզ ստատուս ես տվել, որ մեր անելիքը մեզի հայտնի լինի, հոր ուզածներ մեզի հայտնի լինի, օգնի, որ մենք ծառաների պես չպահենք, անթադ շեշտելով, ես չգիտեմ,
Աստված ինչ ասում, Աստծո կամքը որն է, ես չգիտեմ, Տեր օգնի, որ մենք այդ կարգավիճակից ձերբազատվենք, բայց բարեկամություն անենք, որտեղ բարեկամներին ամեն բան ասվում է, օրհնում են քեզ։ Ու թող այդ գիտակցություն վերցնի մեզ, որ մենք չենք մեզի ընտրել, դու ես ընտրել մեզ, եւ դու դրել ես, որ մենք պատղաբեր մարդիկ լինենք եւ հոր փառքը տեսնող մարդիկ լինենք, օգնի, որ մենք այս քո ընտրությունից չշեղվենք, այլ համագործակցենք, որովհետեւ դա պահում է մեզ, որ մենք երբեք չհպարտանանք ու հպարտության ծուղակի մեջ չհայտնվենք, որովհետեւ դու ես մեզ ընտրել, քո ընտրությունը սխալվել չգիտի, դու որ ընտրել ես, դու չես սխալվել ոչ մեկի հարցում, դու ում որ ընտրել ես այս ժամանակների համար, դու ոչ մեկի հարցով չես սխալվել, օգնի, որ մենք ճիշտ արձագանքենք քո ընտրությանը, որտեղ քո ընտրությունը դա նշանակալից է մեր համար, որ դու մեզ ընտրել ես, դա պատիվ է մեզ համար, դա հասանելի է մեզ համար դարձնում երկինքը, դու ընտրել ես մեզ, որ մենք քո փառքը տարածողներ դառնանք այս աշխարհում ու օրհնում ենք ու արձակում ենք այս օգնությունը ամեն մեկի կյանքի վրա, սիրում ենք քեզ, Հիսուս, սիրում ենք քեզ, շնորհակալություն, որ դու առաջինը սիրեցիր մեզ եւ դրեցիր քո սերը մեր մեջ, որ մենք էլ սիրենք քեզ ուղիղ այնձև, ոնց որ դու ես մեզ սիրել եւ սիրենք մեկս մյուսին ուղիղ այնձև, ոնց որ դու ես սիրել մեզ, սիրում ենք քեզ, օրհնում ենք քեզ, փառաբանում ենք քեզ, Հայր, Հիսուսի զորավոր անունով, շնորհակալ ենք քո ներկայության համար այս վայրում, շնորհակալ ենք քո ճգնաղ սիրո համար, որ քո սիրով պարուրում ես մեզ, նա անհագելի է, Տեր, մենք երբեք չենք հագենա քո սիրուց, քո սերը այնձև է, որ անընդհատ մեր մեջ քաղց է առաջացնում քո հանդեպ, քո սերը այնպես է, որ մենք չենք կարողանում բավականանանք ու կտրվենք, մենք անընդհատ ուզում ենք այդ իրականության մեջ, թող քո սիրո այս իրականությունը լցվի յուրաքանչյուրի սիրտը եւ ամեն մեկի համար նորովի բացվի քո քաղցրությունը, ինչպես քո խոսքը ասում է, կանգնեք ու ճանաչեք, որ Տերն է Տերը, Տեր Հիսուս, թող այդ սիրո զորությունը վերցնի ամեն մեկի ներսում, որ յուրաքանչյուրը քո սիրուց չկտրվի, որովհետեւ քո սերը ընթացք է տալի բոլոր բաներին, պարգևներին, ակտիվություն է բերում ամեն բանի մեջ, շնորհակալություն, որ դու սիրեցիր մեզ, շնորհակալություն, որ դու օրինակ տվեցիր մեզ, որ մենք քո օրինակին հետևենք ու օգնի, որ մենք քո հոգով շարժվենք, որովհետև գիտակցություն ապետ մեզ, թե ինչ հոգուց ենք մենք, որ ոչ թե անեծք բերենք այս աշխարհի վրա, այլ փրկություն բերենք այս աշխարհի վրա, կյանք բերենք մեր շրջապատի վրա, չքնաղա քո սերը, քո սիրուց իրականում հագենալ հնարավոր չի, մարդը մի անգամ, որ ճաշակում է, նա էլ չի արա կտրվի դրանից, Տեր, օգնի, որ ամեն մեկի ներքն աշխարհը ակտիվանա դրա համար, մենք արձակում ենք այդ զորությունը յուրաքանչյուրի համար, Հիսուսի զորավոր անունով,